երեք արարատի մարզում դուք հայտարարեցիք, որ հեղափոխությունը հասել է իր գագաթնակետին ու նաև հաղթահարված է մակարդման օրակարգը, որն է այդ գագաթնակետը ու մակարդման օրակարգի հետ արդյոք կապված են վերջին իրադարձությունները տնտեսության բացահայտման, նաև գործակալների հետ կապված հրապարակումները, ինչպես նաև զենքի միջազգային շուկայից խոսեցիք, ասեցիք, որ Հայաստանը արդեն այդ շուկայում արդյունակ է։ Ավելի վաղ նաև հրապարակումներ եղան Հայաստանի զենքի արտահանումների հետ կապված, այս մասով մանրամասներ կարող եք նշել, կան կոնկրետ պայմանավորվածություններ, արդյոք այդ մատակարարումները շարունակական են մնալու։ Մանրամասներ բնականաբար չեմ կարող նշել, բայց այո, պայմանագրեր կան եւ նաեւ երկարաժամկետ պայմանագրեր կան եւ այդ պայմանագրերը աշխատելու են։ Ինչ վերաբերում է հեղափոխության գագաթնակետին, ես երեք նաեւ իմ ելույթում պարզաբանեցի, այդ գագաթնակետը իմ պատկերացմամբ հետեւյալն է, որ պետությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է պետությունը։ Ինձ համար ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին սիրում է իր պետությունը, որովհետև պետությունն էլ սիրում է քաղաքացուն եւ այդ սերը արտահայտվում է շատ կոնկրետ ձևերով եւ կոնկրետ ծրագրերով, կոնկրետ արդյունքներով, այդ թվում նաեւ այն որոշումներով, որ մենք կայացրել ենք մասնավորապես Ղարաբաղի շարժումը չշարունակելու վերաբերյալ։ Եվ ես այսօր տեսնում եմ, որ քաղաքացիները շատ բարձր են գնահատում։ Այն օրը մի երիտասարդ պատերազմի մասնակից Երևանի կենտրոն վարչական շրջանում հենց ուղիղ եթերում կարծում եմ շատ խտացված ձևով ներկայացրեց այդ ընկալումը եւ ես շնորհակալ եմ քաղաքացուն, որ ինքը հարկ համարել էր, որ ինչպես ինքը ասեց աշխատանքից ուշանում էր, բայց հարկ համարել էր մոտենալ եւ դա ասել։ Այո, դա հեղափոխության գագաթնակետն է, երբ որ պետությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացուն սիրում է պետությունը։ Իշխանությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է իշխանությունը։ Եվ այս նախընտրական քարոզարշավի ամենակարևոր հետևությունը ինձ համար դա է, եւ ես համոզված եմ, որ այդ հետևությունը կարտահայտվի նաեւ ընտրությունների արդյունքներով։ Շնորհակալ եմ։